Դիզակ, վարանդա, վիշապագորգ, Արցախի գորգագործների ձեռքի աշխատանքը իբրև շահում բաշխվում է ոչ միայն Ստեփանակերտում, այլև Երևանում, Դիլիջանում, Իջևանում, անգամ Փարիզում։ Սա օգուտ է նաև մեզ Ղարաբաղի եւ հայ ժողովրդի համար։ Լավ ենք զգում մեզ, որ մեր օգնությունն է Ղարաբաղին հասել, հզոր Ղարաբաղ, հզոր Հայաստան։ Ջեքփոթը բնակարանը Ստեփանակերտում վերցնում է ֆրանսահայ շահողը, Toyota Corolla ավտոմեքենան Միտատիկ Մալիշկա գյուղից։ Խաղարկվել է նաև Արցախի տարածքում զբոսաշրջության 5 ուղեգիր։ Մնացած 340 մրցանակները ձեռագործ այս գորգերն են, նվազագույնը 400,000 դրամ արժեքով։ Վիճակախաղն իսկապես համազգային դարձավ, 300,000 տոմսից ավելի քան 265,000-ը վաճառվեց հայրենիքում ու Սփյուռքում։ Սա այն բացառիկ դեպքն է, որ կարող ենք համարել, որ շահել ենք բոլորս։ Ինչու, որովհետև ի տարբերություն գործող բազմաթիվ լոտոների, այս դեպքում յուրաքանչյուր մարդ, ով գներ է վիճակախաղը, մասնակիցն է իր հայրենաշինությանը։ Վիճակախաղի տեսքով սա ավելի հիմնադրամի է նման։ Վաճառված տոմսերի գումարն ուղղվում է Արցախի վերակառուցմանը։ 300 միլիոն դրամ հավաքվել է Քարվաճառի եւ Քաշաթաղի ռազմավարական ծրագրի առաջին փուլում Իշխանաձորի զարգացման խնդիրն է լուծվելու։ Ինքներդ կարող եք գալ տեսնել ինչքանով է ծրագիրը իրականացվել տեղում։ Ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, հենց այդ գումարները ուղղվելու են այդ խնդիրների լուծմանը։ Ամանորի շեմին դեկտեմբերի 28-ին ուղիղ եթերում հանվել են վիճակախաղի թվերը։ Առաջին դասահանցիների ձեռքով, որպեսզի չշահարկվի։ Դեկտեմբերի 28-ը խորհրդանշական ամսաթիվ է։ Արցախի ազգային ժողովի առաջին ընտրությունների օրը։ Մայիս 9-յան եռատոնի նման եռակողմ է մեր այս հաղթանակը, շահում է քաղաքացին, շահում է ազգը եւ շահում են այս գորգերը գործող անձինք, շահում է ամբողջ ԼՂ քարոզությունը։ Կա մտադրություն վիճակախաղն ամեն տարի անցկացնել։ Ճանապարհներ, բնակարաններ, ենթակառուցվածքներ, այս ամենն անհրաժեշտ են, որպեսզի Հայաստան-Արցախ միջանցքն ամրանա։ Այս գործին պետք է օժանդակել ազգովի։ Աննա Բալյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։